ծով աչքերի պատճառով հեռուստասերիալում գաղտնիքները ինչպես միշտ բացահայտվում են շատ անսպասելի պահին։ Ռեբեկան բացահայտում է Սարոյանի պահած խիստ գաղտնիքը՝ կտակի բովանդակությունը։ Այժմ բոլորն արդեն գիտեն թե պապիկի հիվանդության, թե այն մասին, որ նա իր ողջ ունեցվածքը կտակել է Սարային։ Ընտանեկան հողը սկսում է ճաքեր տալ, բոլորի ներաշխարհում առաջացնելով անվստահություն, հիասթափություն ու անորոշություն։ Թվում էր, թե Էլան կրկին կընկներ Ռեբեկայի ազդեցության տակ եւ Սարայի դեմ կտրամադրվեր, բայց ամեն ինչ ընթանում է լրիվ այլ կերպ։ Երբ Էլան ու Սարան առանձնանում են, Սարան անկեղծանում է։ Ասում է, որ իր համար սա անսպասելի ու տարօրինակ լուր էր, որ ինքը երբեք նման բան չի ցանկացել, եւ պատրաստվում է անձամբ խոսել պապիկի հետ ամեն ինչ ուղղելու համար։ Սակայն Էլան պատասխանում է նրան հանգիստ ու հասուն ձևով. Եթե պապիկը այդպես է որոշել, ուրեմն այդպես է ճիշտ գտել։ Մենք պետք է հարգենք նրա որոշումը։ Սարան գնահատում է այդ արձագանքը, բայց ներսում դեռ բորբոքված է։ Նա գնում է պապիկի աշխատասենյակ եւ բարձրացնում կտակի թեման։ Սարոյանը վճռական պատասխանում է, որ շատ լավ գիտի, ինչ է անում։ Եվ այսօր Ռեբեկայի պահվածքը, նրա ագրեսիան ու անսթափ խոսքերը միայն ապացուցում են, որ նման որոշումը արդարացված է։ Ռեբեկան շատ հաճախ առաջնորդվում է զգացմունքներով, հեշտությամբ ընկնում է ուրիշների ազդեցության տակ ու մոռանում, թե ովքեր են իր հարազատները։ Այդ լարված մթնոլորտից հետո Ռեբեկան հանդիպում է Արամին։ Նա հուզված է ու լացակումած, Արամը շփոթվում է, փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվում, ինչն է այսպես ցավեցրել նրան։ Նա նույնիսկ ասում է, լավ էր մունատ գար, բողոքեր, գոնե սովորական Ռեբեկան կլիներ, ոչ թե այսպես կոտրված։ Այդ խոսքերից հետո Ռեբեկան չի դիմանում ու գրկում է Արամին։ Արամը թեպետ անակնկալի է գալիս, բայց զգում է, թե որքան անկեղծ է այդ գրկախառնությունը։ Նրա սրտում մի բան մեղմանում է։ Արամը հասկանում է, Ռեբեկան այն մարդը չէ, ով անտարբեր է իր հանդեպ եւ հաստատ զգացմունք ունի։ Բայց այդ պահին հնչում է հեռախոսի զանգը, Եվան է։ Նա գալիս է այն վայրը, որտեղ այժմ Արամը եւ Ռեբեկան են։ Իսկ Ռեբեկան, պատմելով Արամին այն ամենը, ինչ տեղի է ունեցել ընտանիքում, զգում է իրեն մաքրելու անհրաժեշտություն կա։ Նա զանգում է Սարային, ցանկանալով ներողություն խնդրել առավոտյան իր պահվածքի եւ վիրավորական խոսքերի համար։ Սարան գալիս է, բայց հենց այստեղ է, որ իրավիճակը նոր շրջադարձ է ստանում։ Եվան մոտենալով մեկնած ձեռքով ժպտում է Սարային ու ներկայացնում իրեն. Ես Եվան եմ, Ամերիկայից եմ եկել։ Այդ պահին Սարան քարանում է։ Նրա սիրտը սկսում է արագ զարկել։ Նա հասկանում է, իր դիմաց կանգնած է ոչ թե պարզապես մարդ, ով եկել է Ամերիկայից, այլ հենց այն կինը, որի վերադարձը վեր է բարձրացրել գոռի անցյալը։ Եվան կարդում է Սարայի հայացքը, նա արդեն գիտի, գտել է ճիշտ մարդու։ Եվ նա այլևս խաղալու նպատակ չունի, եկել է պայքարելու գոռին հետ վերադարձնելու համար։ Եվ այս անգամ արդեն Եվան անցնում է իր մարտավարության ակտիվ փուլին։ Հարգելի հետևորդներ, ինչպես կվարվի Սարան, արդյոք կծանոթանա ու ձեռք կմեկնի Եվային։ Գրեք մեկնաբանություն։ Նայեք, Ռնայկյան ինչ անում։ Էմա, այդ ինչ ես անում։ Այդ ինչ ես անում, քեզ սպասում են ռեկտան։ Կարտոշկա եմ։ Դու ինչ ես։ Ինչ ես անում, չես տենում։ Դու մեծ դուրս կծրա գնա։ Իդու։ Ապրես։ Չէ, ես հասկանում եմ, որ տեքստերը չեմ սովորել, բայց կարծում եք սկոչով ձեռքերս կապելը տեքստեր չսովորելու համար նորմալ է։ Հա, ինչ։ Վերջերս մի քանի անգամ հարցրել եմ այս մատանին ինչ է նշանակում։ Դե սերիալը դիտողները գիտեն, որ գորն է Սարայի մատին դրել, նշանադրվել է, բայց մնացած մարդկանց հետաքրքրում է։ Ժողովուրդ ուղակի դնում են, որ չկորցնեմ զուտ, որովհետև ես շատ հաճախ եմ իրեր կորցնում։ Միլենա ջան, հենց Միլենան տեսնում է ինձ, ասում է մատանին վզնաց։ Դրա համար չեմ անում, միայն 3 չեմ դրել, չեմ գրել։ Սարան այսօր չգիտես ինչի որոշել է, որ պետք է տանը մնա, չգա նկարահանման։ Դրա համար ես բռնագրավել եմ իր սենյակը եւ այստեղ եմ զգեստափոխվելու։
Քանի որ մնացել եմ միայնակ Սարայի ննջարանում, որոշեցի բացահայտեմ ինչ որ բաներ Սարայի մասին ու այստեղ գտա օրինակ Սարայի ամենասիրելի գիրքը, դա երկրաչափությունն է 8-րդ դասարանի, 6-ից 8-րդ դասարանի համար նախատեսված։ Սարան ուսումնասիրում է երկրաչափություն։ Էմա ջան, քանի որ դու արդեն հասցրել ես Սարայի պահարաններն ուսումնասիրել, ես քեզ ուղղակի մի բան կխնդրեմ։ Խնդրում եմ իմ մայրենի տետրի մեջ կարգինով նկարազարդումներ չանել սովորությանդ համաձայն։ Եվ հետո մի բան ասեմ, իմացիր, միգուցե չգիտես, ես քեզ ասեմ, դու ինձ շատ ես կարոտել։ Դու ինձ շատ ես կարոտել, ուղղակի շատ, այնքան, որ անիմաստ ես համարում այսօրվա նկարահանման գնալդ, ունայնություն է տիրում, սենյակում շունչ չկա, էլի, շունչ չկա, չգիտեմ, դուրս արի խնդրում եմ։ Մի խոսքով դիմացիր, ես 2 օրից կգամ, այ։ Էլկա ջան, դու կոնկրետ հարմարվել ես, հա, իմ սենյակում, եկել է դրսի շորերով նստել մահճակալից վրա, ինչ կա։ Ժամը 9 է, այսօրվա նկարահանումներն ավարտված են ու ես ինչպես միշտ միայն ես չէ։ Տեսեք ինչ մեծ պայուսակներով են, ես ճամպրուկով եմ, Ադրինեն շատ մեծ պայուսակով, որովհետև հագուստները շատ են ու հնարավոր չի առանձին պայուսակներով բերել։ Ու այս դեպքում չենք ասում իրար բարի գիշեր, ասում են գնանք մի քանի ժամից տեսնենք։ Բայց լավ անցավ։ Միշտ։ Ակա։ Այս երևի առաջին դեպքն է, որ ես հիվանդ եմ ու ինքս պիտի ինձ խնամեմ, բայց մամայի սիրտը մի բան զգացել էր, որ հետս նանա էր ուղարկել։ Այս եղածրած ջրի մեջ մնացել է մոտ 15 րոպե, հիմա կլցնենք այս շատ փոքր բաժակի մեջ, խնդրում եմ չթափվես։ Այսպես անեմ, որպեսզի պատկերացնեք ինչքան մեծ բաժակ է, հետո որ թուղուց եմ նվեր ստացել։ Բայ։ Մենք այսօր եկել ենք շատ գեղեցիկ վայր նկարահանումների, նոնա։ Ողջույններ Տաքուկ միջավայրից։ Ողջույն։ Իհարկե երկուսս ես ուզում եմ։ Այսօր նկարահանումներս ավարտեցի ուղիղ ժամը 6-ին։ Մի տեսակ դերասանուհու աշխատանքի նման չի էլի։